Հարգելի դատարան, այն ինչ ընդգծեց առաջին դատախազը իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն։ Ես որևէ հանցավոր միտում չեմ ունեցել այդ հողամասերը վաճառվել են միայն մի նպատակով ավարտին հասցնելու պաշտպանության նախարարության վարչական համալիրը։ Ես կարծում եմ, ոչ կնիշներին, ոչ դատապարտներին չի հետաքրքրել, թե պաշտպանության նախարարությունը որտեղ է տեղակայված, արդյոք այդ պայմանները հարմարավետ են, անվտանգ են, եթե իրենց նեղություն տային, այդ ուղղության մի քիչ կդիմային ու պատասխանային իմ դատապարտողները։ Ես որտեղ եղել, որտեղ ծավալել եմ ես երկրում, մշտապես աշխատել եմ առավելագույն առումներ աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման և այդպես էլ վազել են պաշտպանության նախարարություն։ Եթե ես ունենայի հանցավոր միտում կամ ինչպես խոսում եմ, բակայի անձնական ամենքիսի շահեր, ամուղջը կվաճառել, բայց ինչու չենք վաճառել, մեկը իրան հասցրել, մեզ հասկացված հողամասի, եթե չեմ սխալում, այսօր է, մինչև այսօր կամ, եթե տենց էլ ինչու չենք ամբողջը վաճառում, եթե շուկայական արժեքները այդպիսին էին, որպես դատախազություն դուք հազարավոր գործեր պետք է հարուցեիք այդ ժամանակահատվածում այդ գնով վաճառված պետական հողամասերի մասով, որտեղ մենք վարվել ենք շատ պարզ, ով ցանկացել է, փորձարկել ենք մոտարկել շուկայական արժեքի, այդ տվյալների արժեքները, այդպես էլ վարվել ենք։ Իսկ ես մեկին նա դարձրել է, մեկին նա դարձրել, դրանք ինչ ասեմ, լավ մոտեցում չի։ Եվ վերջին, այսպես ասեմ արգումենտը, հարգելի դատարան, եթե դուք ուշադրություն դարձրեիք, սկզբնական փուլից սկսած, այդ ամբողջը դատախազությունը փորձում էր վերագրել եղաբլուրին։ Եվ դատախազի ելույթները պատահական չէ, որ ընկերից ասկսը եղաբլուրի հարակից տարած, եղաբլուրի հարակից տարած։ Այդ տարածները ունենք կոնկրետ հասցել, իսակով պողոտա։ Ես շատ լավ գիտեմ ու դատախազը թող իմանամ, կարծում եմ ինքն իմանալ, որ կառավարության երկրորդ որոշման մասում այդպես էլ քերված արել քաղաքապետարանի նաև եղաբլուր կոչվող տարածքից։ Այդ հատվածից ինչ-որ բայց մեզ հատվածվել է իսակով պողոտայի հարակից տարածքները։ Այդպես էլ ինչ վերաբերում է երկրորդ դատախազի ասածին, ֆանտաստիկ բաներ է ասում, ենթադրություններ, ես երբեք ոչ Սիլվա Համբարձումյանին եմ տեսել, ոչ հետ զրուցել, ոչ որևէ միջնորդի միջոցով կապել հաստատել։ Եթե չեմ սխալվում, երբ որ ներքին գործերի նախարար էի, այն ժամանակ քննչական վարչությունը ևս գտնում էր ներքին գործերի նախարարության կազմում, այդ ժամանակ այդ Սիլվա Համբարձումյան կոչվածի հանդեպ կարծեմ քրեական գործ արել։ Ուրիշ որևէ առնչություն իր հետ չեմ ունեցել։ Եվ կարծում եմ, որ 2007-8 թվականին Հայաստանի քաղաքական իրականությանը շատ թե քիչ ծանոթ մեկը, որ լսել դատախազի ասածը, իբր Վարդան Օսկանյանից հետ պայմանավորվել է, երևի ծիծաղից կարող է շատ հապվի։ Չէր կարող այդ ժամանակ այդպես հարաբերություններ ունի։
Եվ ոնց եք պատկերացնում, մեկը գալիս է, Սիլվային ասում, ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, միլիոնները տվեք ինձ։ Ավելի աբսուրդ բան կարելի է մտածել։ Ես կամ շնորհակալ եմ։